Հաս թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի ջղագրգիռ է դառնում ոչ միայն հանրային հանդիպումների ժամանակ, երբ քաղաքացիներն իրեն մերժում են կամ անհարմար հարցեր տալիս, այլև իր թիմակիցների հետ հարաբերություններում։ Պարբերաբար ցնցումներից ու ՏՀ տեսարաներից հետո նա պակասեցրել է շփումները հանրության հետ, իսկ հանդիպումների մասնակիցների կեսից ավելին հաճախ իր հետ միասին տարվող շրջիկ խումբն է։ Թիմակիցների հետ շփումներն էլ չեն անցնում առանց նրանց բզիկ անելու։ Ներքին օգտագործման բոլոր հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը իշխանությունը պահելու հնարավորություն գրեթե չունի։ Հաշվարկները հուշում է, որ չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ։ Սրա արդյունքում թերթի տեղեկություններով նա ամենօրյա ռեժիմով պատերին է տալիս թիմակիցներին, թե որևէ մեկը գործ չեք անում, ամբողջը թողել եք իմ վրա, նույնիսկ մարդաքանակ չեք կարողանում ապահովել հանդիպումներին։ Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով նույնիսկ սպառնացել է, թե իշխանությունը կորցնելուց հետո միայն ինքը չէ, որ բարի է գնալու։ Նաև զգուշացրել է, թե ոչ ոք հույս չունենա, որ կկարողանա պայմանավորվել Քոչարյանի կամ Կալուգացու հետ։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է. այսօր Գյումրիում Կարապետյանների կայանալի քարոզարշավին սպասվում է աննախադեպ մեծ բազմություն։ Ասում են Գյումրիի քաղբանտարկյալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անձամբ է քսիվ ուղարկել հայրաքաղաքի լավ տղերքին, թե թասիբի հարց է, պիտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չէ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը որոշել է տերոր անել արցախցիների շրջանում։ Նախորդին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանուցել են, որ Ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ Նա երկրորդ կարգի անժամկետ հաշվանդամություն ունի, իսկ բնակարանն էլ իր եւ ընտանիքի միակ կեցավայրն է։ Թերթին ասել են, որ Վլադիկ Խաչատրյանը միակը չէ, որին ծանուցել են ազատել Պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարանը։ Թիրախում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի Միշայի մտերիմ զինվորականներն են եւ նրանք, ովքեր այս տարիներին չեն հասցրել սեփականաշնորհել բնակարանները, ուստի ստիպված կլինեն հանձնել Պաշտպանության նախարարությանը։ Անգամ քաղաքական չեզոքություն պահպանող արցախցիներով էլ է զբաղվում իշխանությունը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Հանրապետության օրվա արդի զինված ուժերի ներկայացուցիչների պարգևատրման հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Փաշինյանի որոշմամբ բարձրագույն պարգևների են արժանացել փոխնախարար նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը եւ Պաշտպանության մյուս փոխնախարար Կարեն Բրուտյանը, որոնք հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալներ են ստացել։ Զինված ուժերում երկուսին էլ յուրային չեն համարում, առավել ևս երկուսն էլ չեն փայլում իրենց մասնագիտական կարողություններով։ Արման Սարգսյանը ըստ թերթի աղբյուրների միջակ կառավարիչ է, իսկ Բրուտյանի մասին պատմում են, որ օրվա մեծ մասը սթափ վիճակում չէ եւ նա էլ է եկվոր ֆինանսական համակարգից։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է. Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանը նախորդին մասնակցելով զորահանդեսին եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Գորիսի մասով մտածելու բան չունեն։ Գորիսում իմ խոսքն է հարգվում, ժողովուրդը իմ թիկունքին է։ Ըստ թերթի աղբյուրի ասել է նա ԿՊԱ-ականներին, որից հետո միայն իշխանականները հանգիստ շունչ են քաշել։ Գրում է թերթը։